2 տարի առաջ Ֆրանկֆուրտի ավտոսալոնում Peugeot ընկերության ներկայացրած 308 RCZ կոնցեպտուալ մեքենան դրվել է սերիական արտադրության։ Սերիական մոդելի համաշխարհային պրեմիերան կրկին տեղի ունեցավ Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, որտեղ նոր մոդելը ներկայացվեց առանց Peugeot-ի ավանդական մեջտեղում 0 թվանշային անվանումով, այլ պարզապես RCZ ապավումով։ Նոր Peugeot-ն թարմլիցք է մոդելային գամմայում և հանդիսանում է միջդասային, իմիջային մոդել, որն արտադրվելու է ոչ այնքան մեծ քանակներով։ Ավտոմոբիլային աշխարհում սովորաբար գեղեցիկ և արտահայտիչ կոնցեպտուալ մոդելները, երբ դրվում են սերիական արտադրության, կորցնում են իրենց արտաքին և ներքին հարդարանքի շատ դետալներ, քանի որ մասսայական թողարկման համար դրանք բավականաչափ բարդ և թանկարժեք են, և ստացվում է այնպես, որ տպավորիչ և սլացիկ կոնցեպտները դառնում են սովորական առօրյական սերիական մոդելներ, որոնք հեռու նմանություն ունեն իրենց օրիգինալների հետ։ Ցավոք այդպիսին է մասսայական արտադրությունը, որը շարժվում է իր ուրույն հաշվարկներով և կանոններով, սակայն լինում են և հաճելի բացառություններ։ Ահա այդպիսի բացառությունների թվին է պատկանում նաև Peugeot RCZ-ը, որը պրակտիկորեն չի տարբերվում 2 տարի առաջ ներկայացված կոնցեպտից, և դա շատ հաճելի է, քանի որ կոնցեպտը ժամանակին շատ լավ տպավորություն էր թողել։ Հավանաբար, հենց կոնցեպտի վերաբերյալ լավ արձագանքն էլ համոզել էր Peugeot-ի տեխնոլոգներին և մարքետոլոգներին անփոփոխ թողնել 308 RCZ կոնցեպտի արտաքինը։ Peugeot RCZ-ը թողնում է միանգամայն համոզիչ և հաղթական տպավորություն, հիմնված սեփական ուժերի անվերապահ հավատի և վստահության վրա։ Այն առանձնանում է թե հմայքով, թե ատլետիզմով, թե նրբաճաշակ էլեգանտությամբ։ Թվում է, թե ուռած անվակամարները, որոնք ցուցադրում են Peugeot-ի զարգացած մկանները, հազիվ են կարողանում տեղավորել իրենց մեջ հսկայական անիվները։ Շատ գեղեցիկ լուծում է տրված մեքենայի վերնամասին։ Այստեղ մետաղագույն երկու աղեղների միջև սապատավոր տանիքն է։ Այդպիսի լուծումն իհարկե նորություն չէ, այն հանդիպում է իտալական Zagato ընկերության դիզայներական նախագծերում։ Peugeot-ն իր վերնամասի կառուցվածքով փոքրինչ հիշեցնում է Audi TT-ին, հատկապես կողքից դիտելիս։ Սակայն որևէ մեկի մտքով անգամ չի անցնի մեղադրել Peugeot-ի դիզայներներին կրկնօրինակման մեջ։ Մեքենայի ծավալները և համամասնությունները շատ ներդաշնակ են, իսկ ֆիրմային դիզայնն ու բնորոշ գծերն այնքան խոսուն, որ այն ընդունվում է առանց առարկության։ Peugeot-ն թողնում է չափազանց համոզիչ և ավարտուն տպավորություն, իսկ տանիքի կրկնակի գոգավորությունները, որոնք շարունակվում են ետևի ապակու վրա, միանգամից առանձնացնում են նրան և այցեքարտի դեր կատարում։ Մեքենայի սալոնում հիմնականում նույն 308-ի դիզայնն է, որտեղ ավելի առատ են օգտագործված ալյումինե դետալները։ Սալոնում նախատեսված է 4 նստատեղ, սակայն երկրորդ շարքի նստատեղերը կարելի է ասել սիմվոլիկ են, և միմիայն շատ փոքրահասակ երեխաները կարող են այնտեղ տեղավորվել։ Մեքենան պատրաստված է Peugeot 308-ի բազայի վրա, և ընթացային մասի շատ դետալներ նույնացված են, որպեսզի որքան հնարավոր է նվազեցնեն արտադրական ծախսերը։ Սակայն այստեղ կախոսները սեղմվել են 20 մմ-ով, իսկ ծանրության կենտրոնն իջել է 40 մմ-ով։ Միջանիվային տարածությունը երկարել է, իսկ ամորտիզատորների և ստաբիլիզատորների աշխատանքը վերափոխվել սպորտային կուպեի իմիջին համապատասխան։ Որպես շարժիչներ Peugeot-ի վրա առաջարկվում են երկու տիպի շարժիչներ՝ դիզելային և բենզինային։ Դիզելային շարժիչը 2 լիտր աշխատանքային ծավալով է և տուրբոներմղիչով, որի շնորհիվ զարգացնում է 163 ձիաուժ հզորություն, 100 կիլոմետրին ծախսելով ընդամենը 5,4 լիտր դիզվառելիք և 1 կիլոմետրին արտանետելով ընդամենը 139 գրամ CO2 գազ։ Մյուս շարժիչը բենզինային է, նույնպես 4 մխոցային տուրբոներմղիչով։
սակայն 1.6 լիտր աշխատանքային ծավալով եւ զարգացնում է 156 դիաուշզորություն։ Այս շարժիչը 100 կիլոմետրին ծախսում է արդեն 6.9 լիտր բենզին։ Մեկ այլ կրկին 1.6 լիտր աշխատանքային ծավալով տուրբոներմղիչով բոլորովին նոր շարժիչ տեղադրվում է թոփ տարբերակի վրա եւ զարգացնում արդեն 200 դիաուշզորություն։ Այս շարժիչով Peugeot-ն 100 կմ/ժ արագությանը հասնում է 7.6 վայրկյանում, իսկ վառելքի ծախսը խառը վարման ռեժիմում կազմում է 7.1 լիտր։ Բոլոր 3 շարժիչների հետ աշխատում է 6 աստիճանով մեխանիկական փոխանցումատուփ, իսկ ավելի ուշ կառաջարկվի նաև 6 աստիճանով հաջորդական ավտոմատ փոխանցումատուփ։ Peugeot-ն հետագայում նախատեսում է ներկայացնել նաև մեքենայի հիբրիդային տարբերակը։ Peugeot-ի այս սպորտային կուպեն իր նշանակությամբ ավելի է, քան պարզապես նոր մոդել լինելը։ Այն ցուցադրում է Peugeot-ի տեխնիկական եւ դիզայներական լուրջ խնդիրների իրականացման կարողությունը։ Քիչ ավտոարտադրողներ կհամարձակվեին նույնությամբ արտադրել կոնցեպտուալ մեքենան, իսկ դա խոսում է ֆրանսիական ընկերության Stap եւ Ճկուն, ինչպես նաեւ իրատեսական հայացքների մասին ժամանակակից ավտոմոբիլաշինության զարգացման վերաբերյալ։